Պարոն Թովմասյան, ձեր աշխատակցի կամ նախկին աշխատակցի հետ ամուսնու ծեծի հայտնի պատմության գործով վարույթ էր հարուցվել։ Դուք ի վերջո ունեք կարգավիճակ, թե ոչ։ Սրա վերաբերյալ ես մի քանի անգամ տեղեկատվություն տվել եմ, գործը ես հարգելի գործընկերներ։ Բացահայտ հայտարարություններից ձեր հասցեին։ Այսինքն հիմա կարելի հայտարարություններ անել բազմաթիվ ուղղություններով, բայց դրա համար կար վարույթ։ Եթե ապացույցներ կային, խնդրում եմ նման չգիտեմ իրավաբանորեն ճիշտ կլինի որակում թե որակավորում, խնդրում եմ չտալ այն տրամաբանությամբ, որովհետև դա ընդհանրապես կապ չունի դա։ Ինչի համար, որովհետև քրեական վարույթ է նախաձեռնվել, քրեական վարույթի շրջանակում արգրավվել է իմ հեռախոսը, հետաքննություն է կարող բառը ճիշտ չեմ ասում, ամեն դեպքում ուսումնասիրվել է իմ հեռախոսի պարունակությունը եւ դրա շրջանակում ես ներգրավել էի որպես տուժող։ Եվ որից հետո ես բողոք չեմ ներկայացրել եւ գործը կարճվել է այսքան կարող եմ ասել։ Ինչը։ Ձեր չաթերը չեն ստուգել Հովիկ Աղազարյանի նման, չեք մտավախություն չեք ունեցել։ Ընդհանրապես չունեմ նման մտավախություն, ընդհանրապես ոչ ունեցել եմ, ոչ ունեմ եւ ձեր պնդման վերաբերյալ տեղեկատվություն չունեմ։ Մտերիմներից կան ընդհանրապես այս գործով, որոնք մեղադրյալի աթոռին են հայտնվել, որտեղ այնտեղ ասում էին, որ իմ աներձակն է մասնակից եղել, չգիտեմ ովքեր նման բան տեղի չունեցել վստահ։ Դե հիմա դուք ուզում եք որպեսզի ես ներկայացնեմ, դժոխ եմ ճանաչվել, որովհետեւ ես նշել էի մեկ անգամ ու ձեզ էլ եմ տվել հարցազրույց, որովհետեւ այդ նույն քաղաքացու կողմից իմ հեռախոսին տարբեր ժամերի ուղարկվել էր տարբեր տիպի հայհոյանքներ, տարբեր տիպի կոչեր, տարբեր բովանդակությամբ։ Եվ լսելով իրավապահ համակարգը որևէ խնդիր է այդտեղ տեսել եւ դժոխ եմ ճանաչվել։ Հարգելիներս, գործը ընդհանրապես փակված է։ Իսկ ով էր ծեծել այդ քաղաքացին, դուք պարզ։ Ես ինչ իմանամ։ Ինքը իրեն էր ծեծել կամ։ Տեղյակ չեմ։ Իհարկե նման բան չի կարող լինել, բայց տեղյակ չեմ։